Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Պատկերացնում եք ընդդիմադիր որևէ տեխնացու իրեն պահեր այդքան լափառոշ, այդքան անդաստիրակ, այդքան ցինիկ եւ սեռախեղված հայհոյանքներ հնչեցներ լրագրողների հասցեին նախ մի դետալ էլ, հա, որ այս ԿՊԱ-ականները արդեն նայում են տարբեր կալիբրի ուսապարկեր, հայտարարում են, որ ընտրությունները անցել են, տեսակ ընդդիմադիր հավաքական ընդդիմությունը հաղթեց, վարչական ռեսուրս չի կիրառվել, ինչ ասեմ, դուք անամոթաբար եւ լկտիաբար ստում եք, այն խայտարակ վարչական ռեսուրսը, որ կիրառվել է Գյումրիում, խայտարակ, չգիտեմ, տիեզերական մասշտաբի, երբ որ եւ տեղեկություն կար, որ Ջավախքից բերել եւ գրանցումներ են արել, եւ տեղեկություններ կար այդ մասին հրապարակեց նաեւ Վարդան Ղուկասյանը 3642 կեղծված քվեի մասին, եւ մամուլում տեղեկություն եղավ, որ Նիկոլի Գրպանի օլիգարխը Վիվարոյի Վիգենը այսպես այլևս քարտային հաշիվների վրա են գումարներ փոխանցում են մարդկանց, ովքեր տոտալիզատորներում, ինտերնետ շահումով խաղերում պարտքեր ունեն, կրկնում եմ, այն վարչական ռեսուրսը, որ կիրառվել է Գյումրիում, սա պատմության մեջ պիտի լինի, բայց անգամ այս վարչական ռեսուրսով, անգամ այն տեղեկատվությունը, որ կար, որ բերել են հազարավոր ջավախքեցիներ գրանցել են, եւ մենք տեսանք նաեւ ընտրական փուլում, հա, վերջի ժամերին, թե ինչպես մեքենաներով մարդկանց խմբերով տանում էին, նաեւ մարդկանց ձեռքերին տեսանք ցուցակներ անուններով, այս ամենով հանդերձ միասնական ընդդիմությունը հաղթեց եւ եթե հանենք այդ ամբողջ վարչական ռեսուրսը, այնտեղ մնում է զուտ սարիկի ստացած 2-3 հազար ձայնը, որը ակնհայտորեն ԿՊ-ի ձայնը չէր։ Այնպես որ բայց նորից եմ կրկնում, եթե ինչ որ մեկը մտածում է, որ Գյումրիում ժողովուրդը քվե է տվել միասնական ընդդիմությանը, որ Գյումրիում տանիք վերանորոգեն կամ ասֆալտ փռեն, իրանք խորապես սխալվում են։ Դա քվե է Նիկոլին մերժելու եւ Նիկոլին հեռացնելու գործընթացի։ Բացարձակապես մեկը չմտածի, որ ինքը դառնալու է քաղաքապետ, գնալու է սկսի աշխատել այս իշխանությունների հետ եւ ասի դե ես համայնքապետ եմ, պիտի համայնքային խնդիրներով զբաղվեմ։ Ամեն քվեն տրված ընդդիմությանը, իդեպ այդ մասին հայտարարում էին նաև բոլոր տեխնացուները, բոլոր տեխնացուների կարգախոսն ա եղել ոչ Նիկոլին եւ ոչ նիկոլիզմը, եւ այդ կարգախոսով էլ պիտի գնալ առաջ, որովհետեւ մեկ լոկալ տեղում հաղթանակ առ ոչինչ է, եթե այլ դոմինոյի էֆեկտով չի տարածվելու ամբողջ հանրապետության վրա։ Դուք նման կանխատեսում ունեք, որ հնարավոր է այդ սցենարով գնա եւ Ես ցանկություն ունեմ եւ եթե այդ սցենարով չեն գնալու, ապա ես առաջիններից մեկն եմ լինելու, որ ասելու եմ, որ դուք գողացել եք ընդդիմության քվեն Գյումրիում, ընդդիմադիր հատվածի ժողովրդի քվեն, հա, Գյումրիում տված ընդդիմությանը, որովհետեւ այդ քվեն ձեզ չի տրվել ասֆալտ փռելու, տանիք վերանորոգելու կամ ես չգիտեմ կոյուղագից փոխելու համար, այդ քվեն տվել է Նիկոլին մերժելու համար, այն Նիկոլին, ով 2018 թվականի հենց այսօրը մարտի 31-ին Չալոյի հետ միասին քայլելով Գյումրիից սկիզբ դրեց Արցախի հանձնմանը եւ Հայաստանի պետականության կործանմանը, բայց քանի որ հեսան րոպեներ անց սկսելու է Արմեն Աշոտյանի դատավարությունը, ուզում եմ հիշեցնել, որ 2 ամսից, եթե Արմեն Աշոտյանի հանդեպ այս խայտարակ սանկցիաները մնան ուժի մեջ, հոբելյանական 2 տարին է լրանալու, եթե Արմեն Աշոտյանի հանդեպ այս քաղաքական հետապնդումը չկասեցվի, հունիսի 15-ին ես տորթով եմ Դոլմազյան գալու դատարան, բրեն գրած անփառունակ 2 տարի նվիրված ձեզ ու ձեր իշխանությանը, որ ուղղակիորեն սա քաղաքական այս հետապնդումը շարունակվում է, ես ինչ ասեմ, հերթական կոչս է դադարեցնել այս քաղաքական ֆարսը, որովհետև անգամ դուք եք մոռացել, անգամ 5 մետր են կողմ կանգնած մեղադրող դատախազն է մոռացել, թե ինչի համար ենք հավաքվել, որտեղ ես կրկնում եմ, այն fake մեղադրանքը, որով իբր մեղադրվում է Արմեն Աշոտյանը, երբ որ
որ ես որպես պարտաճանաչ քաղաքացի, ով գրեթե բոլոր դատավարություններին ներկա է եւ լսում է բոլոր վկաներին, ես ենթադրում եմ, որ այս վկաներին լսելուց հետո բժշկականի ռեկտոր Արմեն Մուրադյանը մի հատ շնորհակալագիր պիտի ուղարկի այն ժամանակ խորհրդի նախագահ Արմեն Աշոտյանին, որ նրա խորհրդի նախագահ լինելու ժամանակ բժշկական համալսարանը նման իսկապես արդյունավետ գնում է կատարել հօգուտ բժշկական համալսարանի աշխատակիցների։